Զայն ասում էր, սա միակ գործողությունն է, որ Նիկոլ Փաշինյանը գալու է սուս նստելու է ազգային ժողովի աթոռին եւ տեսնի մենք ինչպես ենք իրան իմպիչմենտի ենթարկում։ Այս մակարդակի մտածողություն ունեցող մարդկանց հետ ես կարծում եմ ընդհանրապես առողջ քննարկում չի կարելի ունենալ։ Շատ պիտի ներեք իմ գուցե մի քիչ վիրավորական հնչի, բայց ես եկել եմ այն եզրակացության, որ այս մարդիկ պիտի ամեն օրյա ինչ-որ կատարողական ներկայացնեն իրենց իմպիչմենտի գծով կատարած աշխատանքի համար։ Հիմա պիտի գնան եթերից եթեր ինչ-որ հայտարարություններ անեն կամ նախաձեռնություն արդեն 3 այդ վերջնական փուլներ պիտի ներկայացնեն։ Այլապես պատկերացնել, որ Նիկոլը գա կնստի այդ աթոռի վրա որևիցե բան չի անի, կարծում եմ նույնիսկ երեխան չի կարողանա այդ փաստարկին հավատալ, հաստատ Նիկոլը ինչ-որ բաներ անելու է, իսկ դրան իրենք չեն անդրադառնում։ Կամ օրինակ մյուս հակապաստարկը, որ ես առաջի անգամ ձեզ մոտ լույսեցնեմ, չէի ասել, դա հիմա ասեմ։ Օրինակի համար ասում են, այս մարդիկ պատգամավորները ուրեմն շահով են շահագրգռված են ինչ-որ նյութականով, որ Նիկոլի կողքին մնում են, հիպոթեքներ ունեն, ես ինչ-որ տուն են առել, հիպոթեք ունեն, պետք է դրանք փակեն։ Ասում են, մենք կգնանք կառաջարկենք, որ ձեր հիպոթեկը կփակենք, դուք Նիկոլի դեմ ուրեմն ձայն տվեք։ Բայց ոյցը մեկը չի մտածում, որ դա կոռուպցիա է, դրա համար հոդված կա մեր քրական օրենսգրքում։